Բարի երեկո։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանը հռչակեց Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն, ՌՍՖՍՀ, բոլշևիկյան առաջնորդ Վլադիմիր Իլիչ Լենինի առաջ բարդ խնդիր էր ծառացել։ Ինչպես վարվել ռուսական կայսրության կողմից արդեն նվաճված տարածքները չկորցնելու համար։ Լենինը լավ էր հասկանում, որ մի կուսակցությունը միայնակ ի վիճակի չէր Ռուսաստանի պես բազմազգ երկրում ստեղծել բոլշևիկյան ամուր պետություն։ Եվ ճարպիկ ստրատեգը որոշեց խաղարկել եւ շահարկել տարբեր ազգային շահեր։ Դա էր պատճառը, որ Լենինը ուշադրությունը սևեռեց ազգերի քաղաքական ինքնորոշման իրավունքի դրույթի վրա, ընդհուպ մինչև ռուսական կայսրությունից ինքնակամ դուրս գալը։ Առաջին անգամ Լենինը անդրադարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցին 1902 թվականին, այն կիրառելով ՌՍԴՊՌ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության ծրագրի նախագծում։ Այդ դրույթը բխում էր ռուսական կայսրության նահանգներում ազգային փոքրամասնությունների անջատական տրամադրություններ ունեցող շերտերի շահերից։ Ազգերի ինքնորոշման իրավունքը նախատեսված է ծրագրով եւ հետեւաբար նաեւ Անդրկովկասի ինքնորոշման իրավունքը ընդհուպ մինչեւ Պիտերից անջատում, գրում է Լենինը դեռևս 1906 թվականին։ Հետաքրքիր է, որ հայ բոլշևիկ Ստեփան Շահումյանը դեմ էր ապագա սոցիալիստական պետության կազմում ինքնավարության տրամադրմանը։ Լենինին գրած նամակում Շահումյանը կողմ է արտահայտվում նահանգային ինքնակառավարմանը, այսինքն գտնում էր, որ ռուսական պետության մեջ արկա վարչական տարածքային բաժանումը խոչընդոտ չպետք է հանդիսանա ազգային հարցերի լուծման համար։ Շահումյանը դեմ էր ֆեդերացիային։ Ի պատասխան նրա մտավախությունների Լենինը գրում է. «Վախենալ Ռուսաստանում ինքնավարությունից, կներեք, դա ծիծաղելի է, դա հետադիմական է»։ Իսկ 1917 թվականի մայիսին բոլշևիկյան առաջնորդը գրում է. «Վելիկորուսները բռնությամբ չեն պահի ոչ Լեհաստանը, ոչ Ուկրաինան, ոչ Ֆինլանդիան, ոչ Հայաստանը եւ ընդհանրապես ոչ մի ժողովրդի։ Վելիկորուսները եղբայրական միություն են առաջարկում բոլոր ազգերին ընդհանուր պետության կազմում, որ կստեղծվի յուրաքանչյուր պետության հետ առանձին համաձայնության հիմքի վրա կամավորության սկզբունքով»։ Սա իհարկե կատարյալ կեղծիք էր եւ խորամանկ դիկտատորի նենգ ստրատեգիա, բայց չշտապենք եւ ամեն ինչ բացահայտենք իր ժամանակին։ Լենինը ցանկանում էր նախ մասնատել ժողովուրդներին եւ չեզոքացնել նրանց թուլացնելու նպատակով ռուսական կայսրությունը եւ հեշտացնելու համար իշխանության զավթումը, այնուհետեւ կրկին հնազանդեցնել եւ բռնազավթել անջատված ժողովուրդների հողերը հնարավորինս հզոր բռնապետություն ստեղծելու համար։ Հայտնի բան է, բաժանիր, որ տիրես։ Քաղաքական առումով կարծես դատապարտելի ոչինչ չկա, եթե խոսքը ընդհանրապես կայսրության մասին է եւ ոչ անկախ ազգերի եղբայրական միության, ինչպես քարոզում էին բոլշևիկները։ Լենինը, որ վստահեցնում էր, թե հարգում է ուրիշ ազգերի իրավունքները, հենց Ռուսաստանում ապառուսական քաղաքականություն էր վարում, որ ըստ էության ամենասովորական առուծախ էր։ 1923 թվականին բոլշևիկյան առաջնորդը ճապոնական կառավարությանը առաջարկում է $1 միլիարդ գնել Սախալին կղզին, պայմանով, որ Ճապոնիան այդ գումարի 9/10 մասը վճարի արձեռն։ Ճապոնացիները գտնելով, որ բոլշևիկները թանկ գին են պահանջում Սախալինի դիմաց, գործարքը մերժում են։ Մենք դեռ կտեսնենք, թե ինչ հաջող առևտուր է անում Լենինը հայկական հողերի հետ, բայց այդ մասին մի փոքր ուշ։ Վերադառնանք կովկասյան իրադարձություններին։ Կովկասի ճակատագիրը Լենինի գաղութարար քաղաքականության վառ օրինակներից է։ 1917 թվականի փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության կողմից ստեղծվում է հատուկ անդրկովկասյան կոմիտե։ 1918 թվականին ընտրվում է անդրկովկասյան սեյմը, որ հռչակեց Անդրկովկասյան դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետություն։ Իհարկե, այդ կառույցը երկար չգոյատևեց։ 1917 թվականի մայիսի 28-ին Վրաստանն իրեն հռչակեց անկախ հանրապետություն, այնուհետև նույնն արեցին Հայաստանն ու Ադրբեջանը։ Անդրկովկասում քաղաքական իրադարձությունները խիստ անհանգստացրեցին Լենինին։ 1918 թվականի մարտի 3-ին առանձին խաղաղության պայմանագիր կնքելով Գերմանիայի հետ, նա օրագրի թիվ 1 հարց է դարձնում Անդրկովկասյան հանրապետությունների զավթումը։ Սովետական քարոզչամեքենան բոլորովին այլ լուսաբանում է տվել այդ օրերի իրադարձություններին, 11-րդ եւ 9-րդ կարմիր բանակների ներխուժումը Անդրկովկասյան հանրապետություններ որակելով որպես աշխատավորներին օգնություն, որոնք իբր ապստամբություն էին բարձրացրել իրենց կառավարությունների դեմ։ Իդեպ Կոմկուսի կենտկոմի արխիվներում պահվող շատ փաստաթղթեր վկայում են, որ Անդրկովկասի բռնազավթումը բոլշևիկյան առաջնորդի կողմից նախապես ծրագրված է եղել։
Բոլշևիկյան կառավարությանը նախ եւ առաջ պետք էր Բաքվի նավթը, եւ Լենինը Տուղաչևսկու ղեկավարությամբ գործող Կովկասյան ճակատի հրամանատարությանը շտապեցնում է զավթել Բաքուն։ 1920 թվականի մարտի 17-ին Օրջոնիկիձեին հղած Լենինի հեռագիրը դրա վառ ապացույցն է։ Ադրբեջան ներխուժելու համար նախատեսված 11-րդ Կարմիր բանակը ուժեղացնելու նպատակով Գլխավոր կոմիտեն մարտական գործողությունների գոտի է ուղարկում լրացուցիչ զինվորական ստորաբաժանումների։ Դատելով զորքերի թվաքանակը մեծացնելուց կարելի է մտածել, որ դրանք նախատեսված էին նաև Հայաստան եւ Վրաստան ներխուժելու համար։ Անհանգստացած Ադրբեջանի սահմանի վրա բոլշևիկյան զորքերի հսկայական կուտակումներից Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարը 1920 թվականի ապրիլի 15-ին բոլշևիկյան պետության արտաքին գործերի ժողկոմիսար Չիչերինին նամակ է գրում, որում մասնավորապես ասում է. Ադրբեջանական կառավարությունը նախապես տեղեկացված չլինելով սովետական կառավարության մտադրություններին խնդրում է շտապ պարզաբանել Դաղստանի եւ Դերբեդի շրջաներում այդքան զորքերի կենտրոնացման պատճառներն ու նպատակները։ Չիչերինն անպատասխան է թողնում այս նամակը։ Ադրբեջանին զուգահեռ Կովկասյան ճակատի զորքերի նախապատրաստություն էր գնում Սև ծովից Վրաստանի վրա հարձակվելու ուղղությամբ։ 11-րդ Կարմիր բանակի Ադրբեջան ներխուժելուն մնացել էր 10 օր։ Իմանալով սովետական մեծաթիվ բանակի կողմից սպառնացող վտանգի մասին եւ հանրապետության պաշտպանության համար բավարար միջոցներ չունենալով, Ադրբեջանի մուսաֆաթական կառավարությունը ապրիլի 27-ին գումարած նիստում իշխանությունը կոմունիստներին հանձնելու մասին որոշում է ընդունում։ Պետք է նշել, որ բռնապետությունը Կովկասում հաստատելու գործում Լենինին օգնել են Օրջոնիկիձեն, Կիրովը, Միկոյանը, Նարիմանովը եւ բոլշևիկյան կուսակցության այլ ակտիվ գործիչներ։ Չնայած Ադրբեջանում Կարմիր բանակին փորձում են դիմակայել որոշ հայրենասեր ուժեր, սակայն լինելով վատ զինված եւ սակաթիվ արագ պարտություն են կրում։ Այդ ապստամբությունների դաժանագույնս ճնշմանը մասնակցում են Կարմիր բանակի շարքերում կռվող չինացիները։ Դատելով որոշ փաստաթղթերից նրանց դահիճի դերն էր վստահված։ Չինացիներից մեկի պատմելով եղել է, որ մեկ գիշերվա մեջ իրենք գնդակահարել են 160 մարդու եւ թաղել ընդհանուր փոսում։ Բաքվի գրավումով Հայաստանի քաղաքական իրավիճակը օր-օրի առավել բարդ եւ դրամատիկ էր դառնում։ Դեռևս 1918 թվականի մայիսի 4-ին Հայաստանի ժողովրդավարական հանրապետության վարչապետ Օհանջանյանը Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողկոմիսար Չիչերինին հեռագիր է հղում հետևյալ բովանդակությամբ. Բանվորական, զինվորական եւ գյուղացիական դեպուտատների համառուսական երկրորդ համագումարը հայտարարեց Հայաստանի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ ժողկոմիսարների խորհրդի նախագահ Լենինը հրապարակեց Հայաստանի մասին դեկրետը։ Հենվելով այդ փաստաթղթի վրա անկախ եւ դեմոկրատական Հայաստանի կառավարությունը առաջարկում է սոցիալիստական Ռուսաստանին բանակցություններ սկսել երկու երկրների միջև Հայաստանի անկախության ճանաչման եւ հայերի ինքնորոշման հիմքի վրա։ Հայաստանի կառավարության հեռագրին եւս Կրեմլի իշխանությունները որոշում են չպատասխանել, համոզված լինելով, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պարզելու լավագույն ձևը ռազմական ճանապարհն է։ 1920 թվականի մայիսի 11-ին 11-րդ բանակի ձախ թևին հրամայվում է առաջանալ Նախիջևան, Օրդուբաշ, Շուշի գծով եւ մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանի հարցի լուծումը երկու երկրների կառավարությունների խառը հանձնաժողովի կողմից նշված շրջանում ունենալ ուժեղ բանակ կարգ ու կանոնի հսկման եւ սպանդը կանխելու համար։ Առաջնորդվելով այդ հրամանով 11-րդ բանակի ստորաբաժանումները անցնում են Հայաստանի պատմականորեն պատկանող տարածքների զավթմանը։ Փաստացի Հայաստանը հայտնվում է բոլշևիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի մամլիչի մեջ։ Քեմալը հանձնարարեց թուրքական 16-րդ բանակի ղեկավար Քազım Կարաբեկիր Փաշային, որ կազմակերպի հսկայական մի զորախումբ, որը պետք է շարժվի ոչ թե եվրոպական տերությունների դեմ, ոչ թե հույների դեմ, որոնք իզմեր էին գրավել, ոչ թե այն մարդկանց դեմ, որոնք ապստամբություն էին բարձրացել եւ եվրոպական Թուրքիային տեր էին դարձել, այլ Քազım Կարաբեկիրին նա հանձնարարական տվեց, որ այդ բոլորը կազմակերպի արևելահայությունը նորից արևելյան Հայաստանը գրավելու, ոչնչացնելու հայ ժողովրդի վերջին բեկորները։ Հայ ժողովուրդը կանգնած էր երկրտրանքի առաջ։ Մայիսի 22-ին Օրջոնիկիձեն հեռագրում է սովետական կառավարությանը։ Գիշերն են վերադարձել Ղարաբաղից։ Կարծում եմ, որ Շուշվա, Նախիջևանի, Օրդուբադի, Ջուլիֆայի շրջանները կգրավենք առանց դիմադրության։
Սակայն բոլշևիկյան կոմիսարի հաշվարկները սխալ դուրս եկան։ Կարմիր բանակը Ղարաբաղում, Նախիջևանում եւ մյուս շրջաններում ուժեղ դիմադրության հանդիպեց։ Հատկապես հերոսաբար էին դիմադրում ղարաբաղցիները։ Այդ մասին Օրջոնիկիձեն իրազեկում է Լենինին, Ստալինին եւ Չիչերինին։ Հատկանշական է, որ Նախճիվանում հայկական զորքերի դեմ համատեղ կռվում էին ռուսական 11-րդ բանակի 28-րդ դիվիզիան եւ Բայազետի թուրքական դիվիզիան։ Իդեպ 11-րդ բանակի շարքերում եւս կային կռվող թուրքեր, որոնք գերի էին ընկել ռուսներին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Օրջոնիկիձեն բավական համակրանքով է արտահայտվել թուրք ասկերների մասին։ Նրանցից մեկին Սուլեյման Նուրիին 11-րդ բանակի ռազմական խորհրդի որոշմամբ 1920 թվականի հուլիսին որպես կոմիսար ուղարկում են Ղարաբաղ ապստամբությունը ճնշելու։ Անհավասար պայքարում հայկական ջոկատները ստիպված նահանջում են։ 1920 թվականի հունիս ամիսներին թուրքական դելեգացիան մեկնեց դեպի Մոսկվա։ Մեծ դժվարությամբ նախ դելեգացիան եղավ Բաքվում, եղավ Թբիլիսիում, Երևան դե պարզանա չէր գա եւ դելեգացիան գնաց Մոսկվա։ Գործողություններ սկսեց, բանակցություններ սկսեց Ռուսաստանի նորաստեղծ պետության ղեկավար արտաքին գործերի մինիստրը Չիչերինի եւ նրա առաջի տեղակալ Հայազգի Ղարախանի հետ։ Ղարախանի եւ Չիչերինի հետ բանակցությունների ժամանակ խնդիրն հետեւյալն էր, որ համոզեն Ռուսաստանին օգնություն ցույց տա իրենց թույլտվություն տա, որ ինքը Հայաստանի վրա հարձակվելու դեպքում ռուսական զորք այնտեղ չի լինելու։ Ինչ էր կատարվել։ Կատարվել էր հետեւյալը։ Նախ մայիսին եղել էր մայիսյան ապստամբությունը, բոլշևիկները ապստամբություն էին բարձրացրել եւ արյան մեջ դաշնակները խեղդել էին բոլշևիկների ապստամբությունը։ Լենինը ձգտում էր Հայաստանը սովետականացնել, դաշնակները չէին համաձայնում։ Նրանք որոշել էին ստեղծել ինքնուրույն ազատ անկախ Հայաստան։ Ահա այդ իրադրության մեջ Լենինը դժգոհ էր Հայաստանի ղեկավարությունից եւ 1920 թվականի օգոստոսի 10-ին, կրկնում եմ, 1920 թվականի օգոստոսի 10-ը դա հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական եւ ամենահերոսական էջերից մեկն է։ Որն էր հերոսական։ Հերոսական այն էր, որ 20 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայում Սևր քաղաքում կնքվեց Սևրի նշանավոր հաշտության պայմանագիրը, որտեղ եվրոպական տերությունների, մեծ տերությունների ղեկավարները ստիպեցին Թուրքիային ստորագրելու մի պայմանագիր, որով Արևմտյան Հայաստանից 98,000 քառակուսի կիլոմետր փոխվում էր, միացվում էր Արևելյան Հայաստանի 60,000-անոց քառակուսի կիլոմետր տարածքով, ստեղծվում էր 150,000-անոց ազատ անկախ Հայաստան։ Հուլիսի 27-ին առավոտյան ռուսական 28-րդ դիվիզիայի զորքերը մտնում են Նախճիվան։ Այստեղ նրանք հանդիպում են Բայազետի թուրքական դիվիզիային եւ կողմերը ականատեսների վկայությամբ խիստ բարեկամաբար են վերաբերվում միմյանց։ Հուլիսի 31-ին Կարմիր բանակը գրավում է Շուշին, Օրդուբադը, Ջուլֆան։ Խոսելով բոլշևիկյան կառավարության կողմից Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի զավթողական ծրագրերի մասին, անհրաժեշտ է հատկապես նշել, որ դրանք բոլշևիկները քննում են գլոբալ արևելյան քաղաքականության լույսի ներքո, որի հիմքում համաշխարհային հեղափոխության Լենինի խելացնոր ծրագիրն էր։ Եվ ըստ այդ ծրագրի Թուրքիան պետք է դառնար արևելքի ժողովուրդների պայքարի դրոշը ընդդեմ իմպերիալիզմի։ Դրա համար Կրեմլը պատրաստ էր ցանկացած գնով պաշտպանել Թուրքիայի տարածքային հավանականությունները Անդրկովկասում եւ դրանով պահել նրան կոալիցիայում։ 1920 թվականի հուլիսի 7-ին Ստալինը հետևյալ գրությունն է ուղարկում Օրջոնիկիձեին. Իմ կարծիքով հնարավոր չէ անընդհատ խուսանավել կողմերի միջև, անհրաժեշտ է հստակորեն պաշտպանել կողմերից մեկին, այս դեպքում Ադրբեջանին Թուրքիայի հետ։ Ես խոսել եմ Լենինի հետ, նա դեմ չէ։ Ստալին։ Ինչպես տեսնում եք, բոլշևիկյան կառավարությունը որոշում է զոհասեղանին դնել հայ ժողովրդի ազգային շահերը, կողմնորոշվելով դեպի Թուրքիա, վերջինիս դիտելով համաշխարհային բուրժուազիայի դեմ պայքարում պոտենցիալ դաշնակից։ Փաստացի, խորհրդային կառավարությունը թուրքերի հետ միասին անցնում է թուրք գեներալ Խալիլ Փաշայի գաղափարի իրականացմանը, որը դեռևս 1920 թվականի գարնանը առաջարկեց Կիրովին համատեղ ռազմական ուժերով զավթել ողջ Հայաստանը եւ բնականաբար բաժանել այն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Սովետական զորքերի Հայաստանի խորքերը հասնելուն հաշված օրեր էին մնում։ Ի տարբերություն բոլշևիկների, թուրքական կառավարությունը չի թաքցնում Հայաստանի դեմ իր ծրագրերը։
Թուրքիայի Գերագույն ազգային ժողովում Մուսաֆաթ Քեմալը հայտարարում է. «Մենք որոշեցինք, որ Կարսի, Սարիղամիշի եւ Արդահանի վրա հարձակումը հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու ձև է»։ Ռուսաստանը Թուրքիայի հետ կոորդինացնում է իր քայլերը, բացի այդ նա զենք եւ զինամթերք է մատակարարում Թուրքիային։ Դա է վկայում Քաղբյուրոյին հղած Ստալինի հեռագիրը։ Որպեսզի աջակցենք քեմալականների ձախ թևին, առաջարկում եմ արդեն իսկ սկսել Թուրքիայից Նովորոսիսկ ժամանած շոգենավը զենքով բեռնելու գործողությունը, իսկ թուրքերին այդ մասին իրազեկել Անդրկովկասում բոլշևիկների կառավարության հատուկ ներկայացուցիչ Մդիվանիի միջոցով։ 1920 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը պաշտոնապես պարտավորվում է ռազմական օգնություն տրամադրել Թուրքիային։ Ռուսական զենքի առաջին խմբաքանակը Թուրքիա հասնելուն պես առանց պատերազմ հայտարարելու Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա։ Երբ թուրքերը բոլշևիկների հետ համատեղ հարձակում էին ծրագրում Հայաստանի դեմ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը ոչ մեծ ռազմական օգնություն է ուղարկում Հայաստան։ 1920 թվականի հունիս-հուլիսին Անգլիան Հայաստան է ուղարկում 25,000 հրացան եւ 40,000 զինվորական հագուստ։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև 1920 թվականին սկսած պատերազմը հիմնովին ավերեց Հայաստանի առանց այն էլ թույլ ռազմական վիճակը։ Կովկասյան ճակատի ռազմահեղափոխական խորհրդի անդամ Տրիֆոնովի անձնական արխիվում պահվել է այդ օրերին Օրջոնիկիձեի իրեն ուղարկած գրությունը։ Հայաստանի վրա Քեմալի հարձակման հետ կապված ամենայն հավանականությամբ մեզ հարկ կլինի միջամտել Հայաստանի փրկությանը եւ այն սովետականացնել, ինչի համար էլ պետք կլինի կավալերիան։ Նոյեմբերի 30-ին Դիլիջանից Հայաստանի հեղկոմը Լենինին հեռագրում է, որ իրենք արդեն հռչակել են Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն եւ որ մենք լիահույս ենք, որ Արևելքի ճնշված ժողովուրդների ազատարար հզոր Ռուսաստանի հերոսական կարմիր բանակը մեզ ռեալ օգնություն կցուցաբերի մեր դժվարին պայքարում։ Այստեղ շղթայի ծայրերը միանում են։ Սովետական ազատարար բանակը օգնության է շտապում ինքնորոշված եղբայր Սոցիալիստական Հանրապետությանը։ Օրջոնիկիձեի նամակը Ստալինին։ Ադրբեջանը երեկ արդեն հայտարարել է, որ հրաժարվում է Սովետական Հայաստանին զիջել Նախիջևանը, Զանգեզուրը եւ Լեռնային Ղարաբաղը։ Սպասում եմ պատասխանին։ Ստալինը պատասխանում է կարճ եւ ենթատեքստով։ Լենինը մեկնել է, պատասխանը կստանաս վաղը։ Հիմա ես տեսնում եմ, որ դու գլխի ես ընկել, Ստալին։ Հարց. Ինչ էր գլխի ընկել, ընկեր Օրջոնիկիձեն։ Չէ՞ որ Լենինն ու Ստալինը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վիճելի տարածքային հարցը արդեն նախապես լուծել էին Ադրբեջանի եւ Թուրքիայի օգտին։ Մինչդեռ Լենինի եւ Ստալինի խարդախ պայմանավորվածությամբ առաջին փուլում վերոնշյալ 3 շրջանները տակտիկական առումով բոլշևիկները ժամանակավորապես տվել էին Հայաստանին, որպեսզի ստանային հայերի վստահությունը եւ նրանց աջակցությամբ տապալեին դաշնակների կառավարությունը։ Զավթելով Հայաստանը բոլշևիկները ետին ամսաթվով են ձևակերպում փաստաթուղթը, որը վկայում է, թե 11-րդ բանակի մուտքը Հայաստան իբր տեղի է ունեցել Հայաստանի հեղկոմի հրավերով։ Գոյություն ունեցող բազմաթիվ արխիվային փաստաթղթերը ամբողջությամբ վկայում են, որ Հայաստանի բռնազավթումը իրականացվել է բոլշևիկների եւ քեմալականների համատեղ գործողությունների մասին անվիճելիորեն գոյություն ունեցած համաձայնագրի հիման վրա։ Կարծում եմ, գրում է պատմաբան Ակիմ Հարությունովը, բոլշևիկյան առաջնորդ Ուլյանովի եւ թուրքական ազգայնական կառավարության վարչապետ Մուստաֆա Քեմալի միջև 1920 թվականին գաղտնի պայմանավորվածությունը Հայաստանը բաժանելու մասին 20 տարի անց 1939 թվականին կիրառվել է որպես մոտեցում Ռիբենտրոպ-Մոլոտով-Չարաբաստիկ պակտի մշակման եւ կնքման ժամանակ։ Դեմոկլեան սուրը այս անգամ արդեն կախված էր Կովկասի վերջին ինքնուրույն դեմոկրատական հանրապետություն Վրաստանի գլխին, որի հետ սովետական Ռուսաստանը 1920 թվականի մայիսի 7-ին ստորագրել էր խաղաղության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանը անվերապահորեն ճանաչում էր վրացական պետության անկախությունը։ Իրականում այս պայմանագիրը Վրաստանի կառավարության գլխի տակ փափուկ բարդ դնելու համար էր։ Մինչև 1921 թվականի հունվար ամիսը 11-րդ Կարմիր բանակը զբաղված էր Հայաստանի տարածքի բաժանման եւ խորհրդայնացման հարցերով, բայց միաժամանակ ընթանում էր Վրաստան ներխուժելու նախապատրաստություն։ Հունվարի 27-ին Ստալինը գաղտնագիր հեռագիր է ուղարկում Օրջոնիկիձեին։ Կենտկոմը որոշում է ընդունել զորքի նախապատրաստական աշխատանքներ սկսել, որ պետք կգա Վրաստանի դեմ ռազմական միջամտության եւ այդ երկիրը զավթելու համար։ Դրանից անմիջապես հետո Կարմիր բանակի առանձին ստորաբաժանումները առանց պատերազմ հայտարարելու անցնում են Վրաստանի սահմանը
բնական է, որ դա վրացական կառավարության կողմից պետք է գնահատվեր որպես ագրեսիա։ Փետրվարի 3-ին գիշերը Ստալինը Օրջոնիկիձեին ուղիղ ռադիոգծով հաղորդում է. «Զորքերը մտցրեք մաս-մաս, մեծ զգուշությամբ։ Զորքերի մուտքը Վրաստան պետք է ձևակերպվի ճակատի կամ բանակի հրամանով եւ ոչ կառավարության անունից, իսկ Հայաստան հնարավորինս շատ կոմունիստներ ուղարկեք։ Ստալին»։ Եվ Օրջոնիկիձեի պատասխանը. «Հասկացա, ամեն ինչ կարվի, քշեք Մոսկվայից եւ Ռուսաստանի քաղաքներից բոլոր հայ կոմունիստներին»։ 1921 թվականի փետրվարի սկիզբը Վրաստան ներխուժելու ամենահարմար պահն էր բոլշևիկների համար։ Այդ ժամանակ արդեն Կարմիր բանակը օղակի մեջ էր վերցրել Վրաստանը 7 ուղղություններով։ Փետրվարի 16-ին, երբ Վրաստանի մի մասը արդեն զավթված էր, հարավային Մարնեուլում ձևավորվում է Վրաստանի հեղկոմը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակով Լենինին հեռագիր է հղում հետևյալ բովանդակությամբ. «Մենք վստահ ենք, որ մեծ պրոլետարական հեղափոխության երկիրը մեզ չի թողնի անհավասար պայքարի մեջ մենակ եւ օգնության կգա նորածնունդ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությանը»։ Պատմական այդ իրադարձությունների մեջ հստակ է Ստալինի եւ Օրջոնիկիձեի դերակատարությունը։ Լքելով բոլշևիկների կողմից զավթված հայրենիքը, Վրաստանի կառավարության ղեկավար Ջորդանյան նամակ է հղում Եվրոպայի ժողովուրդներին, որում մասնավորապես ասում է. «Ռուսաստանի սովետական կառավարությունը վերջապես պատրեց սոցիալիստական դիմակը եւ ցույց տվեց զավթիչի իր դիմակը։ Նա հարձակվեց Վրաստանի վրա առանց որևէ առիթի, առանց նախազգուշացման։ Սովետական կառավարությունը օգտագործեց հայկական եւ ռուսական բնակչության ազգային կրքերը, որպեսզի այդ ժողովուրդներին հանի Վրաստանի դեմ։ Քաղաքակիրթ ժողովուրդների աչքի առաջ կարմիր իմպերիալիստները ոչնչացնում են մեր դեմոկրատական պետությունը, որ կառավարվում էր սոցիալիստական սկզբունքներով։ Սա բոլշևիզմի եւ սոցիալիզմի բախումն է։ Միայն Եվրոպայի ժողովրդավար ուժերը միասին կարող են վերջ տալ մոսկովյան բարբարոսությանը։ Բռնազավթելով ողջ Կովկասը, Լենինն անմիջապես սկսեց դուրս կորզել այստեղից ազգային հարստությունները։ Առաջին հերթին զավթիչները սկսեցին Կովկասից ներկրել ոսկի, Ադրբեջանից նավթ, Վրաստանից հանքանյութեր, Հայաստանից անասուններ։ Թանկ գնով մարդկության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց քաղաքակիրթ ստրկության պետություն։ ՍՍՀՄ տասնամյակներ շարունակ բոլշևիկյան գաղափարախոսության կողմից քարոզվեց որպես լուսավոր ապագա կառուցող եղբայրական հանրապետությունների կամավոր միություն։ Ահա եւ ողջ ճշմարտությունը։ Բացահայտեք աշխարհը։